Կարող եմ ձեռք բերել տիրազուրկ գույք, եթե 10 տարիներ փաստացի տիրապետել եմ ես այդ գույքին։ Ողջույն, ես փաստաբան Տիգրան Գրիգորյանն եմ։ Եվ այսպես, որ դեպքերում կարող եք 10 տարի անընդմեջ որևէ անշարժ գույքի տիրապետման հիմքով դառնալ այդ գույքի սեփականատեր։ Թվարկեմ այն պարտադիր պայմանները, որոնց առկայությունը պարագայում միայն հնարավոր է ձեռք բերել վերոհիշյալ գույքը։ Նախ եւ առաջ, հանձը պետք է փաստացի տիրապետի այդ գույքը, այսինքն պետք է ձեր տիրապետության տակ գտնվի տվյալ տունը, բնակարանը կամ հողատարածքը։ Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ, տվյալ գույքը պիտի ստացած լինեք առանց բռնության գործադրման կամ հակաիրավական այլ գործողությունների եւ համոզված լինեք, որ այն ձեռք եք բերել օրինական ճանապարհով։ Օրինակ, նախորդ սեփականատերը հանձնել է բանալիներն ու թույլ տվել բնակվել։ Մյուս պարտադիր պայմանն է, որ այդ տանը, բնակարանին կամ այլ գույքի պետք է տիրապետեք որպես սեփականի, զբաղվեք գույքի պահպանմամբ, վճարեք հարկերը կամ կոմունալ վճարները, շփվեք պետական կամ համայնքային մարմինների հետ որպես սեփականատեր։ Տիրապետումը պետք է լինի անընդմեջ եւ տևի առնվազն 10 տարի։ Սա կարծում եմ պարզ է։ Եվ վերջապես, տիրապետումը պետք է լինի բացահայտ։ Գույքի օգտագործումը չպետք է լինի գաղտնի, դրա մասին պետք է իմանան հարևանները, համայնքային մարմինները, կոմունալ ծառայությունները, բոլոր վճարումները եւ գույքի պահպանության ծախսերը պետք է անեք բացահայտ։ Սրանք պարտադիր պայմաններն էին։ Իմացեք նաև, որ անշարժ գույքի նկատմամբ ձեռք բերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչումը կարող է իրականացվել միայն դատական կարգով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա։ Յուրաքանչյուր առանձին դեպքով դատարանը ճշտում եւ հաստատում է վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ վերը նշված պայմանների միաժամանակյա առկայությունը։ Գործի դիր օրենքը, դու ունես իրավունք։